Դուք կիսում եք Նիկոլ Փաշինյանի այս տեսակետը, ոչ տեսակետը, որ ասում եք այո դեռ չեմ Կիսում եմ, որ եթե ես չկիսեի այդ տեսակետները, ես ինչ գործ ունեի աշխատելու մասին ստատուսը կիսում եք, որ այդ բառապաշարը պատասխանում։ Թե հիմա ձեզ համար հաճելի է որպես տղամարդ Ես այդ հարցին չեմ պատասխանում։ Անթույլատրելի է այդ բառապաշարով խոսելը։ Ում անթույլատրելի։ Ընդհանրապես քաղաքական այդ հարցին չեմ պատասխանում։ Իր թիմակիցների հետ էլ Նիկոլ Փաշինյանը այդպես շփում օրինակ այսօր գրառում էր արել վեղարի տակ թաքնված անրկման գրառումներ էր արել։ Հետո իր թիմակիցների հետ շփում։ Ես վարչապետի գրառումները չեմ պատրաստում մեկնաբանել։ Դեմոկրատական երկրում է։ Դե դա իմ ցանկությունն է, իմ իրավունքն է, չեմ։ Պարսակյան, ինչպես եք ստուգելու տվյալ Սրբազան կուսակրոնության ուխտը խախտել Ով կստուգի։ Ով է ստուգում։ Նախաձեռնություն եք որոշել եք արշավանք սկսել։ Ես չեմ պատրաստվում ստուգեմ։ Նման տվյալների ես չեմ տիրապետում։ Պարոն Սահակյան, մեկ էլ ասում են երկրում այդքան խնդիր կա, մարտահրավերներ կան, անվտանգային խնդիր կա, երկրի ղեկավարը ընկելա բանի, Սրբազանների կուսության հետևից։ Երկրի ղեկավարը ոչ մեկի հետևից չի ընկել, ստես շնորհակալ։ Բեհանանը պետք է ասած։ Կուսակրոն լինելու հանգամանքն է ինչպես պետք է ստուգել։ Ում թեմի Ձեր կոտայքի թեմի առաջնորդի։ Դուք չգիտեք նրա հետ կապված տեղեկատվություն։ Մամուլում չեք կարդացել։ Ոչ։ Արգիշ Տիկարամյանի հայրը կոտայքի թեմի առաջնորդն է։ Ես նման փաստեր չունեմ, ես նման անպատասխանատու հայտարարություն չեմ կարող անել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փաստեր ունի, վեհապարի հետ կապված Սրբազանների Այդ հարցերին ես արդեն ասեցի չեմ պատասխանում։ Պարոն Սահակյան, դուք նախկիններից տեղափոխված ասած կադրեք, նախկինների օրոք աշխատել եք, որ ասոցացվել եք նախկինների թիմի հետ։ Սոցիալականափոխ եք եղել։ Արժեքային առումով մի քիչ ձեր մասին մտածում եմ, որ այլ արժեքներ եք կրում էլի, ավելի լավ իմաստով։ Հիմա դուք օրինակ ձեզ համար այն ժամանակ լիներ ընդունելի որ այս իշխանության մյուս անդամներից ավելի լավ արժեքներ եք։ հարցերի մի բան արա։ Տեսեք, եթե ես չկիսեի այն արժեքները, ինչը արժևորում է եւ ունի քաղաքացիական պայմանագիրը, ես այդ կուսակցությունում չէի լինի ուղղակի։ Բայց ինչ լավ արժեքներ են, որ մի հատ շատ լավ արժեքներ են։ Երկիրը զարգացնող տնտեսապես խնդրում եմ համեցեք մեր մարզի մասով ասեմ, մեր մարզում տեսեք ոնց է զարգանում։ Երջանիկ եք։ Ինչով եմ երջանիկ։ Չէ, ասում են մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, 50%-ով ավելի։ Իսկ այդպես չի։ Ես վստահ եմ, որ այդպես է։ Հաջողություն, շնորհակալություն։ Հաջողություն, տրանսպորտի հարցը լուծում ստացավ։ Մի քանի անգամ այդ հարցերին պատասխանել եմ եւ ժողովրդի հետ ես հիմա կապի մեջ եմ, այո։ Կլուծենք հարցը, անպայման։